Հիսուսը 11-ի հետ է, Հուդան արդեն գնացել է, և տեսեք, թե ինչ է ասում 11-ին. «Այլևս ես ձեզ ծառաներ չեմ անվանում»։ Վայ, կանգնեք հենց այստեղ։ Այն ինչի մասին նա ասում է, նշանակում է, որ այդ ժամանակ նրանց նայել են և պարզապես ծառաներ են համարել։ Դա բացահայտում չէ, դա անգլերենի դաս է։ Հիմա ինչու է Աստված դա անում, ինչու է Աստված մեզ պահում ծառայի մակարդակի վրա, չէ՞ որ ժառանգորդներ ենք, որպեսզի պաշտպանի մեզ, որովհետև նա մեզ շատ է սիրում։ Աստվածաշունչն ասում է, որ քանի դեռ ժառանգը երեխա է, նա ոչնչով չի տարբերվում ծառայից։ Ինչու է Աստված դա անում, որովհետև Աստված ասում է, որ մինչև չհաստատվես այն բանում, թե ով եմ ես, և չհաստատվես նրանում, թե ով էիր դու ինձնից առաջ, Տիրոջ երկյուղը, ես պետք է քեզ պահեմ ծառայի մակարդակի վրա, որովհետև չեմ ուզում, որ Անանիայի և Սափիրայի հետ կատարվածը պատահի քեզ հետ։ Բայց երբ դուք հաստատված եք Աստծո սուրբ երկյուղի մեջ, այն ժամանակ ես կարող եմ ձեզ բերել և դարձնել իմ մտերիմ, մոտ ընկերներից մեկը։